Դեպի իրականության նախաձեռնության գաղափարախոսությունը հնարավոր է չհամընկնել ձեր կարծիքի հետ։ Այն տեղեկությունները, որոնք փոխանցվում են, ամբողջովին այլ իրականության վերաբերյալ է։ Տեղեկություններ փոխանցելու նպատակը կայանում է նրանում, որ մեր իրականությանը փորձենք ավելի լավ ճանաչել։ Մի խնդրանք՝ մեկնաբանություններում արտահայտվել բացառապես բանականության սկզբունքով։ Այսօրվա տեսանյութը շումերական քաղաքակրթության և դիցաբանության մասին է, ովքեր հավանաբար խոսել են հին նախաստեղծ հայերեն լեզվով և համարվել են հայերին ազգակից ցեղաընտանիք։ Շատ ցանկալի է տեսնել նախորդ տեսանյութը և հաջորդ տեսանյութը, որը մյուս ամիս կտեղադրվի YouTube-յան ալիքում։ Այս տեսանյութերի շարքը հարկավոր է դիտել հերթականությամբ, որպեսզի ձեզ մոտ ձևավորվի ամբողջական պատկերը։ Իսկ հիմա շարժվենք առաջ, սակայն նախքան շումերներին անցնելը լրացնենք մի քանի բաց թողնում նախորդ տեսանյութից։ Խոսքը Հարթաշենի մեգալիթյան համալիրի մասին է, որից 7 կիլոմետր հեռավորության վրա Աշոտսկում կա նմանատիպ մոտ 1 կիլոմետրանոց եռաշարք քարե գիծ, որը տարբերվում է իր ոլորավուն տեսքով։ Այն շատ քիչ է ուսումնասիրված, որի մասին կան շատ քիչ տեղեկություններ։ Օրինակ կան խոսակցություններ, որ այդ քարերը եղել են ձմեռային ճանապարհի ուղեկիցներ, որպեսզի մարդիկ ձնառատ ձմռանը հեշտ կողմնորոշվելով գտնեին իրենց տան ճանապարհը։ Քարտեզին նայելով տեսնում ենք, որ քարերին հատված-հատված փորել են, և քարերի շարունակությունը մեկումեջ է։ Նրա տեսքը շատ նման է վիշապ Համաստեղությանը և չնչին շեղությամբ իր դիրքը հյուսիս-հարավ է։ Համեմատելով Հարթաշենի հյուսիս-հարավ քարե գծի հետ, որը ասոցացվում էր վիշապի հետ, մեզ թույլ է տալիս մտածել, որ Աշոտսկի ոլորավուն քարե շարքը հենց վիշապ Համաստեղությունն է։ Քարերը այս հատվածից վերջանում են, սակայն փորվածքը շարունակվում է մոտ 1 կիլոմետր, որը կրկին ունի ոլորավուն տեսք։ Պետք է գնալ և տեղում ուսումնասիրել, որպեսզի ամեն ինչ պարզ լինի։ Հիմա խոսենք Սև Սարի մասին, որը գտնվում է Մարտունի քաղաքից 12 կիլոմետր հեռավորության վրա։ Այնտեղ կա մի քանի ժայռակտորներ, որոնց վրա պատկերված են ժայռապատկերներ, սակայն ամենատպավորիչ ժայռակտորը սա է, որտեղ պատկերված են նմանը չունեցող ժայռապատկերներ։ Այնտեղից գտնվել են օբսիդիանից պատրաստված նետասլաքներ, որոնց մշակույթը ավարտվել է մեզոլիթի ժամանակաշրջանում։ Այս ամենից հետևություն, որ նրա տարիքը 10,000 տարեկան է և ավել։ Նաև նշենք ժայռակտորը ունի մագնիսական դաշտ, քանի որ իր մեջ պարունակում է երկաթի օքսիդ, որը լավային քարերի մեջ բնական երևույթ է, իսկ մագնիսական դաշտը դրական էներգիաներ է փոխանցում մարդու զգայական համակարգին։ Մարդիկ իրենց զգայական դաշտի շնորհիվ ժայռապատկերները փորագրել են նմանատիպ քարերի վրա և տվել են աստվածային նշանակություն՝ պատկերելով համաստեղությունները։ Սկսենք այս պատկերից, որը շատ նման է Հարթաշենի եռաշարք համալիրին։ Այն շատ հավանական է ունի օրացույցային նշանակություն, ինչպես Բրետանում քարնակը և Մեծ Բրիտանիայի Դարտմուրթ նահանգի եռաշարք քարերը։ Օրացույցային պատկերի կողքերում պատկերված են 5 խաչերը, որոնք հավանաբար հաշվարկել են կարապ անգղ և արծիվ համաստեղությունների տեղաշարժի երկնքում։ Բազմաթիվ խաչի ժայռապատկերներ գտնվել են նաև Սյունիքի և Գեղամայի ժայռապատկերներում, որտեղ կան շրջանի մեջ վերցրած խաչեր և առանց շրջանի։ Շրջանի մեջ վերցրած խաչի ամենահայտնի ժայռապատկերը սա է, որը գտնվում է Գեղամա լեռներում և ցույց է տալիս երկրի 4 կողմերը՝ հյուսիս, հարավ, արևելք, արևմուտք, իսկ առանց շրջանի խաչերը խորհրդանշում են կարապ անգղի և արծիվի համաստեղությունները։ Սև Սարի ժայռապատկերի օրացույցի կողքին տեսնում ենք հսկա արև՝ իր պարուրաձև պտույտներով, որին շրջապատում են փոքրիկ արեգակնային մի քանի համակարգեր։ Օրացույցից ավելի վերև տեսնում ենք 2 մեծ խաչերը, որոնք հավանաբար կարապ անգղի և արծիվի համաստեղություններն են, իսկ նրանց մեջտեղի հատվածում շրջանի մեջ վերցրած կետը Վեգա աստղն է։ Վեգա աստղի վերևում խաչ է շրջանի մեջ վերցրած, որը այս դեպքում հավանաբար ցույց է տալիս հյուսիսային բևեռը՝ երկրի 4 կողմերը։ Խաչերից մի փոքր ներքև եռաժանիի պատկերն է,
որը շումերական և ուրարտական քաղաքակրթություններում նշանակում է դատավոր աստված։ Հիմա եկեք դիտարկենք ամենավերևի աջ հատվածը, որտեղ հավանաբար տեսնում ենք երկվորյակ և հիդրա համաստեղություններին։ Նրանցից ներքև կարծես մեծ արջի և վիշապի համաստեղություններն են։ Քարի վրա մեծ արջի համաստեղությունը լավ փորված է, որը փոսիկ է առաջացրել։ Երբ ջուր լցնենք փոսիկի մեջ, ապա այն կհոսի վիշապի բերանը, որն էլ տվյալ դեպքում ցույց է տալիս ջրեր կուլ տվող, երաշտ բերող վիշապին։ Ժայռակտորի պատկերները շատ են և ուսումնասիրությունները միանշանակ պետք է շարունակվեն։ Իսկ հիմա արդեն սկսենք խոսել շումերական քաղաքակրթությունից։ Հյուսիսային Միջագետքից արիացիների մյուս մասը շարժվեց հարավային Միջագետք։ Այդ ընթացքում 8000 տարի առաջ ներկայիս հարավային Իրաքի տարածքում առաջացավ Ասասոտոում դաբաղային մշակույթը։ Նույն ժամանակներում զուգահեռ զարգանում էր հասունի մշակույթը։ 7500 տարի առաջ կենտրոնական Միջագետքում ձևավորվում է սամարական մշակույթը, որտեղից գտնվել է տարա, որի վրա պատկերված է սվաստիկա սիմվոլը, որը ունի մի քանի նշանակություն։ Այն բնութագրում է ջրի, օդի, կրակի շարժը։ Ամենատարածված բնութագրերը կապված են արևի շարժի, թռչունի և խաչի հետ։ Թռչունը կարապ անկղի համաստեղությունն է, որը նաև նման է խաչի։ Տարայի վրա պատկերված սվաստիկային նաև շրջապատում են 4 ձկները, որոնց ուտում են 4 թռչունանման վիշապները, իսկ 4 վիշապներին շրջապատում են 8 ձկները։ Այս պատկերը շատ հնարավոր է, որ ներկայացնում է բևեռային երկինքը, քանի որ 7500 տարի առաջ բևեռային համաստեղության Հերկուլեսին հաջորդում է վիշապի համաստեղությունը, իսկ նրանց հետ միասին երրորդություն էր կազմում Բուտեսի համաստեղությունը։ Տարայի սվաստիկայի շարժը աջից ձախ է, որը ցույց է տալիս բևեռը, որտեղ բևեռային համաստեղությունների շրջապտույտը աջից ձախ է, իսկ արևի շրջապտույտը ձախից աջ։ Ամենահին սվաստիկաները գտնվել են Ուխտասարում և Գեղամա լեռներում, որոնց տարիքը թվագրվում է 9000 տարեկան և ավել։ Այս նկարում պատկերված են Գեղամա լեռների երկու սվաստիկաները, որոնցից մեկը աջ կողմ է պտտվում, իսկ մյուսը ձախ։ Սվաստիկան աստղագիտական բոլոր իրադարձությունների հավաքական սիմվոլն է։ Սամարական մշակույթից հետո 7000 տարի առաջ հյուսիսային Պարսից ծոցի հատվածում, Տիգրիս և Եփրատ գետերի մեջտեղում ձևավորվում է ուբեյդական մշակույթը։ Այս մշակույթը հայտնի է իր փոքր ռեպտիլոիդ արձանիկներով։ Շփոթելը մարդկային կերպարանքի հետ չի ստացվի, քանի որ ձգված գլուխները, էպիկանդուս աչքի ձևը և ընդհանրապես նրանց տեսքը չի համապատասխանում մարդկանց հետ։ Այս արձանիկները շումերականում ներկայացնում են Հայա Էնկի Աբգալ իմաստունների գլխավոր երկենցաղին, ում Հայա Էնկին արարել էր նախքան մարդկանց արարումը։ Ուբեյդական մշակույթը սկիզբ է դրել շումերական քաղաքակրթությանը, երբ ստեղծվեց շումերների առաջին քաղաքը՝ Էրիդուն, որտեղ կառուցվեցին զիկուրատներ։ Զիկուրատը բուրգանման տաճար է, որի քարերը դրված են իրար վրա։ Բուրգի ներքևի հատվածում անցկացվում էին ծիսակատարություններ, իսկ վերևի հատվածում հավանաբար աստղադիտարան է եղել, երբ մարդիկ դիտարկում էին աստղային երկինքը։ Քաղաքի ամենակարևոր շենքը ջրատարն էր, իմաստության և ջրերի արարիչ աստված Հայա Էնկիի տաճարը, որի պաշտամունքային նշանակությունը պահպանվել էր մի քանի հազարամյակներ բազմաթիվ դինաստիաների օրոք։ Հիմա կխոսենք շումերական դիցաբանությունից։ Միջագետքում դիցաբանությունը սկսվել է շումերներից, հետո փոխանցվել է հուրիներին, հատերին, աքքադներին, ասորիներին, հեթերին, բաբելոնացիներին, ուրարտացիներին, սեմիտներին և հրեաներին։ Ճիշտ է, ժամանակի ընթացքում այն որոշակի փոփոխվել է տարբեր ազգերի կողմից։ Տարբեր ազգերի մեջ աստվածների անունները փոխվել են կամ մնացել են նույնը։ Դիցաբանական իրադարձությունների հերթականությունը կարող ենք ճիշտ ընկալել թվագրությունների արդյունքում։ Շումերական աստվածները Հայա Էնկին, Էնլիլը և Անուն համարվում են երեք գլխավոր աստվածները, որոնք ասոցացվում էին ցուլի հետ։ Նրանց գլխին կարող ենք տեսնել կոտորշավոր թագեր, որոնք խորհրդանշում են ցուլի դարաշրջանը, որը սկսվել էր 6000 տարի առաջ։
Համաստեղությունների դարաշրջանը փոխվում է 2160 տարին մեկ, իսկ նույն համաստեղության դարաշրջանի ցիկլը կկրկնվի 25920 տարի հետո։ Հայա Էնկին և Էնլիլը Անուի որդիներն էին։ Անուն երկնքի աստվածն էր, ում Ան արմատը նշանակում է երկինք, որի կտեսնենք այլ անունների կամ բառերի մեջ։ Էնլիլը օդի աստվածն էր, ում Էն վանկը նշանակում է արարել, իսկ Լիլ վանկը նշանակում է օդ։ Ստացվեց Էնլիլը օդի արարիչն է։ Հայա Էնկին ջրի, իմաստության, գիտելիքի և գյուղատնտեսության աստվածն էր, ում մասին մանրամասն կծանոթանաք մաս 2 տեսանյութում։ Այս երրորդությանը դեռ կվերադառնանք, բայց հիմա խոսենք ավելի վաղ աստվածներից։ Էննումա Էլիշ էպոսում, որը նշանակում է «երբ բարձրության վրա է», այնտեղ Անուի հայրը Անշարն էր, ով համարվում էր երկինքը և հորիզոնը, երբ երկինքը իր կնոջ՝ Կիշարի, երկրի օգնությամբ միացրեց և կառուցեց իրար, որի հատվող կետը հորիզոնն էր։ Անշար անունի Ան վանկը նշանակում է երկինք, իսկ Շար նշանակում է շարունակել, աստիճանաբար մեծանալ, մեծություն և 3600 թիվը, որը մեկից մեծացել է և դարձել է 3600, որը ունի տարի նշանակությունը։ Հայերենում շարը ունի նույն իմաստը՝ շարել, շարունակել, հաջորդել, կառուցել, որը մեծացել է և դարձել է մեծություն։ Անշար անունը ստացվեց, որ երկինքը երկրի շարունակությունն է, իսկ Կիշար անվան Կի վանկը նշանակում է կյանք, իսկ Շար վանկը կլինի շարունակություն։ Կիշար անունը ստացվեց, որ երկիրը կյանքի շարունակությունն է, որի շարունակությունը երկինքն է, Անշարը։ Անշարի հայրը Լահմուն է, ով պահպանում էր իր հոր Աբզուի ստորգետնյա ջրերի դարպասը և իր հոր մահից հետո պահպանում էր Հայա Էնկիի տաճարը առաջին շումերական քաղաքում՝ Էրիդուում։ Լահմուի հայրը Աբզուն էր, ով համարվում էր համաշխարհային օվկիանոսը, բոլոր ջրերի աստվածը։ Աբզուն գտնվում էր երկրագնդի ստորգետնյա անդունդում, որտեղ նույնիսկ աստվածները չէին կարող գնալ, բացի Հայա Էնկիից։ Աբզու անվան Աբ վանկը նշանակում է ջուր, ծով, իսկ Զու վանկը՝ անդունդ։ Աբզուն երբ դեռ կենդանի էր, Էնլիլին հանձնարարում է աստվածային բոլոր գիտելիքները հավաքագրել մեկտեղ, որը կոչվեց Մե։ Մեն բնութագրում է խորհրդավոր և հզոր աստվածային ուժերը։ Մեն վերահսկում են աշխարհի զարգացման ընթացքը, բոլոր երկնային և երկրային իրադարձությունները։ Այն կարող էր լինել մարդկանց, աստվածների, նրանց տաճարների և նույնիսկ ամբողջ քաղաքների ներսում։ Միևնույն ժամանակ Մեն կարող էր թողնել սեփականատիրոջ մարմինը, դա կլիներ թե քար, թե մարդկային մարմին, ով կարող էր ընդունել մեկ այլ կերպարանք, մարմնավորել օբյեկտի ձևով, պահպանելով իրենց հատկությունները։ Նրանք համարվում էին արարչական հզոր էներգիաներ, որը շումերական դիցաբանության մեջ կազմում էր ամենագլխավոր մասը։ Մեն հայերեն կնշանակի մեկ, առաջին, սկիզբ, նախաստեղծ արարչական գիտելիքներ։ Երբ Էնլիլը հավաքագրեց, այն փոխանցեց իմաստության և ջրերի աստված Հայա Էնկիին և անցավ Էնկիի 7 օգնական Աբգալուներին, մասնավորապես ձկնամարդ կամ երկկենցաղ Աբգալի հսկողության տակ, ում բաբելական անունը Հովհաննես է։ 6 Աբգալուները ունեին անգղակերպ տեսք, որոնց մասին կարող եք ծանոթանալ 2-րդ տեսանյութում, իսկ Հովհաննեսը երկկենցաղ էր, ում կերպարը հավանաբար ցույց էր տալիս մարդու էվոլյուցիայի ճանապարհը, ով նույնականացվում էր ուբեյդական երկկենցաղ արձանիկների հետ։ Մեր գիտելիքները Հայա Էնկիի օգնական Հովհաննեսի գլխավորությամբ 7 իմաստունները փոխանցել էին մարդկանց։ Հովհաննես անունը ակնհայտ հայկական անուն է, և նրա կերպարը եկել է սկզբնական շումերների Աբգալուների գլխավոր երկկենցաղ Աբգալի կերպարից, իսկ Կուլուլուն շումերաաքադական անունն է։ Նրա անունը փոփոխված է, սակայն բոլոր դիցաբանություններում մեկն է։ Նա եկել էր Պարսից ծոցից։ Նման էր մարդաձուկի, նա երկկենցաղ էր, նա լինում էր և ցամաքում, և ջրում։ Նրա կերպարը ցույց էր տալիս ձկան աստվածային նշանակությունը, որպես էակ, ով կարող էր խոսել ջրի աստծո՝ Հայա Էնկիի անունից։
Աբզուն իր կնոջ վիշապ Տիամատի հետ միասին ստեղծել էր ավագ սերնդի աստվածներին՝ Իգիգներին։ Իգիգների դասին պատկանող 7 աստվածների ցանկի մեջ մտնում էին Աբզուն, Տիամաթը, Լահմուն, Լահամուն, Անշարը, Կիշարը և Անուն։ Աբզուն արարողն էր, իսկ Տիամաթը արարվածը ծննդաբերողը։ Տիամաթ անվան տի վանկը նշանակում է կյանքի ցիկլեր, իսկ ամաթ նշանակում է ենթակա կին։ Հայերենում տի նշանակում է ժամանակաշրջան, տարիներ, որը ունի կյանքի ցիկլեր նույն իմաստը։ Տիամաթ անունը ցույց է տալիս վիշապի խավարման ցիկլերը, որին պետք է հաղթահարել։ Իսկ Անուն ստեղծում է կրտսեր 7 աստվածներին, անունակիներին։ Նրանց թվին էին պատկանում Հայա Էնկին, Էնլիլը, Ուտու արևի աստվածը, Նան լուսնի աստվածը, Ինանան, ով համարվում էր հաղթանակի, արդարության, ընտանեկան կյանքի, պտղաբերության ու սիրո աստվածուհին, Էրիշկեգալը, ով համարվում էր անդրաշխարհի աստվածուհին, և Ներգալը, ով Էրիշկեգալի հետ միասին սկսեց տիրել անդրաաշխարհին։ Անդրադառնանք աստվածների դիցաբանությանը։ Անունակի անունը հայերեն կնշանակի անի, երկնքի ունակները։ Սկսենք Ինանայից։ Ինանայի և Էնկիի էպոսում Ինանան ցանկանում էր տիրապետել մե գիտելիքներին, որպեսզի օգուտ տար Ուրուք քաղաքին։ Որոշում է ձեռք բերել մե իմաստության տախտակները Էնկիից։ Նա հարբեցնում է Էնկիին և գայթակղելով ստանում է նրա թույլատվությունը։ Սթափված Էնկին հետապնդում է նրան, բայց Ինանային հաջողվում է հասցնել Ուրուք։ Այս պատմությունը ցույց է տալիս Ուրուք քաղաքի զարգացումը Էրիդուից հետո։ Շումերական Էնմերկար և Արատայի քրմապետը էպոսում Ինանան սկզբում բնակվում էր Արատայում, որը Ուրուկից գտնվում էր հյուսիսի բարձրադիր լեռներում, Ուրմիա լճից դեպի հյուսիս։ Ուրուկի արքա Էնմերկարը ցանկանում էր զարգացնել իր քաղաքը, կառուցել Ինանայի տաճարը և Արատայից պահանջում էր ամեն ինչ՝ թանկարժեք քարեր, մետաղներ։ Արատայի աստվածուհի Ինանան Էնմերկարին խորհուրդ է տալիս, որ սուրհանդակ ուղարկի Արատա և իրենց պահանջները չկատարելու դեպքում մարտահրավեր նետի Արատային։ Արատայում մարդիկ ապրում էին հոգևոր կյանքով, և Էնմերկարին հեշտ էր տիրանալ Արատայի բարիքներին։ Այդպիսի կամք կարող էր հայտնել միայն Արատայում ծնված մարդը կամ արմատներով լինելով Արատայից, ով համարվում էր ազնվական։ Սակայն Արատայի քուրմ արքան մերժում է, հաշվի չառնելով, որ Էնմերկարը արմատներով Արատայից էր։ Էնմերկարը որոշում է Լուգալբանդայի գլխավորությամբ զորք ուղարկել Արատա՝ ուժով տիրանալու համար։ Զորքը ընկնում է ճանապարհ դեպի Արատա, ովքեր անցնում էին ցուրտ լեռներով, երբ Լուգալբանդան հիվանդանում է և զորքից ետ է մնում։ Նա քարանձավում էր և կերակրում էր մի անձու թռչունի ձագուկին։ Երբ անձուն վերադառնում է քարանձավ, տեսնում է, որ Լուգալբանդան կերակրում է իր ձագուկին և որոշում է օգնել նրան։ Անձուն հզոր ուժ է փոխանցում Լուգալբանդային, ով օգտագործելով այդ ուժը Ինանայից օգնություն է խնդրում։ Անձուն, ով առյուծի և անգղի կերպարն էր, ներկայացնում էր 12,000 տարի առաջ, որ առյուծի դարաշրջանում անգղ համաստեղությունը գտնվում էր Բևեռում։ Բաբելոնյան Մուլապին աստղագիտական կավե սալիկը, որը մ.թ.ա. 1000 թվականին է կազմվել, այնտեղ անձուն ասոցացվում է անգղ համաստեղության հետ։ Բաբելոնացիները այդ աստղագիտական գիտելիքները ժառանգել էին շումերներից։ Անձու անվան ան վանկը նշանակում է երկինք, այսինքն անգղ համաստեղությունը, իսկ զու վանկը նշանակում է անդունդ, այսինքն անդրաաշխարհը, մարդկանց մահը։ Վերհիշենք 4-րդ տեսանյութում, որ անգղը մահացած մարդկանց հոգիներին ուղեկցում էր երկնային աշխարհ։ Լուգալբանդան հասնում է իր զորքին, և Ինանայի օգնությամբ պաշարում են Արատան։ Լուգալբանդան հաղթանակով Արատայից ետ վերադարձավ Ինանայի հետ միասին։ Այս պատմությունը ցույց է տալիս ջրհեղեղից հետո մարդկանց միգրացիոն շարժը դեպի Միջագետք, ինչպես նաև Սիրոս աստղին, նույն ինքը Ինանայի դիրքը երկնքում, որը ավելի բարձր է երևում Միջագետքից, քան Կովկասից կամ Անատոլիայից։
Երբ Ինանան եկավ Ուրուկ, են Մերկարը խնդրեց նրան, որպեսզի պատ կառուցվի մարդու ժողովրդին դիմադրելու համար, ովքեր ցանկանում էին գրավել Ուրուկը։ Մարդուն դրանք նույն ամորհացիներն են, ովքեր համարվում են աքքադների նախնիները, որոնց մի քանի րոպեից կանդրադառնանք։ Դումուզի համախոհություն էպոսում Ինանան ամուսնանում է Բադ-Դիբիրա քաղաքի արքայի Դումուզիի, նույն ինքը Օրիոնի հետ, ով Հայա Էնկիի որդին էր, երբ առաջին հայացքից սիրահարվել էր։ Նախքան ամուսնանալը Ինանան մենակ քայլում էր ու հանդիպեց Դումուզիին։ Նա գրկեց նրան, բայց Ինանան վախենալով, որ մայրը կբարկանա իր վրա, փորձեց հեռանալ։ Հետո Դումուզին առաջարկեց ասել նրա մայրիկին, որ Ինանան ընկերոջ հետ է։ Նրանք գիշերում են միասին, իսկ հետո Դումուզին Ինանայի ձեռքը խնդրում է մորից։ Այս պատմությունը ցույց է տալիս Օրիոնի և Սիրուսի կապը երկնքում, ինչպես եգիպտական դիցաբանության մեջ Իսիդան և Օսիրիսը։ Ինանայի վայրեջքը դեպի անդրաաշխարհ էպոսում Ինանան որոշում է գնալ Էրիշկեգալի մոտ և սեր տարածել անդրաաշխարհում, սգալ Էրիշկեգալի ամուսնու Գուգալաննայի մահը, ով ասոցացվում էր ցոլի համաստեղության հետ։ Բայց Էրիշկեգալը 7 դարպասներ է դնում Ինանայի դիմաց, որոնց հսկում են հայր և որդի վիշապաօձերը՝ Նինազուն, ում անունը նշանակում է անդունդի տիրակալ, և իր որդին Նինգիշզիդան։ Նախքան գնալը Ինանան իր օգնականին Նինշուբուրուին ասում է, որ նա եթե չվերադառնա, պետք է դիմի աստվածների օգնությանը։ Երբ Ինանան 7 դարպասները անցնում է, նա հայտնվում է ամբողջովին մերկ և հյուծված վիճակում։ Նինազուն և Նինգիշզիդան թուլացրին նրան, որպեսզի Էրիշկեգալը մեկ հայացքով սպանի Ինանային։ Այդ 7 դարպասները վիշապի ցիկլերն են, 7,5 տարիները, որոնց մասին մանրամասն ներկայացված է 3 և 4 տեսանյութերում։ Նինշուբուրուն օգնություն է խնդրում Հայա Էնկիից։ Նա օգնության է հասնում մեկ պայմանով, որ Ինանան կվերադարձնի իմաստության տախտակը։ Հայա Էնկին վերցնում է Մեն և օգնում է Ինանային, սակայն նրա փոխարեն պետք էր մեկ ուրիշը մահանար։ Էներգետիկ տեսանկյունից 7 թիվը չակրաներն են, իսկ 8-րդ էներգիան Կունդալինին է, նույն ինքը օձը, որը 7 չակրաներով բարձրանում է և բարձրացնում է Ինանայի գիտակցությունը։ Ինանան հասկանում է, որ գողանալը սխալ է և վերադարձնում է Հայա Էնկիին։ Կունդալինի էներգիան մարդու ողնաշարով բարձրանում է դեպի գիտակցություն, պարուրաձև սկզբունքով, և այդ համոզմամբ Կունդալինիին պատկերել են օձի կերպարով։ Աքքադականում Նինգիշզիդայի դերը փոխվել էր, ով անդրաաշխարհից բարձրացել էր երկինք Դումուզիի հետ միասին։ Սա հավանաբար ներկայացնում է Օրիոն և Հիդրա համաստեղությունների հավասար դասավորությունը 6000 տարի առաջ։ 7 թիվը ամենուրեք է շումերական դիցաբանության մեջ, որը հավանաբար նաև ներկայացնում է Պլեյադ աստղերի թիվը, Կունդալինի էներգիայի բարձրացումը 7 չակրաներով, Սպիտակ լույսի, Ծիածանի 7 գույները, ինչպես նաև Ֆի թիվը, որը ներկայացնում է նյութական իրականության համակարգը, որը 1202 թվականին հայտնաբերել էր միջնադարյան մաթեմատիկոս Լեոնարդո Պիզանոն, ով նաև հայտնի է Ֆիբոնաչի անունով։ Գիտնականի պատվին անվանվել է թվային շարք, որում ամեն հաջորդ թիվը հավասար է նախորդ երկուսի գումարին։ Ստացվում է հետևյալ հաջորդականությունը։ Փորձենք առաջին 10 գումարած թվերը մեծից փոքր հաջորդականությամբ բաժանել իրար, պատասխանները կստացվեն տարբեր, իսկ մեծ թվերը բաժանելով իրար կստանանք 1,618, որը համարվում է հենց Ֆի թիվը։ 1,618 թիվը եկեք իրար գումարենք, որը կստացվի 7։ Այս համակարգով նաև արդարացվում է մարդու մարմնի կառուցվածքը, ինչպես նաև ԴՆԹ-ի տվյալները։ ԴՆԹ-ի երկու ուղղահայաց և միահյուսված պարույրներից յուրաքանչյուրի երկարությունը բացվելիս 34 անգստրեմ է, իսկ լայնությունը 21, որը փաստում է Ֆիբոնաչի թվերը։ Իսկ եթե թվերին դիտարկենք պատկերի տեսանկյունից, ապա այն կստանա սպիրալաձև տեսք։ Եկեք հասկանանք, թե ինչպես։
Սկզբում առաջին քառակուսու մեջ կտեղադրենք մեկ թվանշանը, երկրորդ քառակուսու մեջ կրկին կտեղադրենք մեկ թվանշանը, որից հետո այդ երկու քառակուսիների միացումից առաջին քառակուսու մի հատվածի երկարությունը օգտագործելով երկրորդ քառակուսու երկարության հետ կստանանք նոր քառակուսի, տեղադրելով երկու թվանշանը, այդպես շարունակելով դեպի անվերջություն։ Երբ ստացված քառակուսիների անկյուններով անցկացնենք կորագիծ, ապա կստանանք սպիրալաձև տեսք։ Իսկ ամենահետաքրքիրը, որ այս սպիրալաձև տեսքը ամենուրեք է մեր իրականության մեջ։ Ինանան վերադառնում է ուռուկ և Դումուզին տեսնում է զվարճանալուց։ Այդ պահին նա անչափ բարկանում է և զոհաբերում է իր ամուսնուն։ Այս դեպքից հետո Էրիշկեգալի դաժանությանը ականատես է լինում անգղ Ներգալը, ում անունը շումերերենից հայերեն թարգմանվում է անգղ, որի մասին խոսել ենք երկրորդ տեսանյութում։ Ներգալը որոշում է անդրաշխարհի կառավարումը վերցնել իր հսկողության տակ և սպանել Էրիշկեգալին, սակայն խիղճը թույլ չի տալիս, և նրանք Ներգալի գլխավորությամբ կառավարում են անդրաշխարհը։ Ներգալը, նույն ինքը անգղը, ինչպես նաև Անզոն համարվում էին մահացած հոգիների ուղեկցորդները դեպի երկնային աշխարհ։ Այս պատմությունը ցույց է տալիս, երբ Օրիոնը Դումուզին հորիզոնից, անդրաշխարհից բարձրանում է, իրենից հետո Սիրուսը, Ինանան է բարձրանում, իսկ երբ Օրիոնը իջնում է անդրաշխարհ, հորիզոնից ներքև, իրենից հետո Սիրուսն է իջնում անդրաշխարհ, իսկ տարվա ընթացքում Օրիոնը և Սիրուսը ապրիլից մինչև հունիս լինում են անդրաշխարհում, երբ առաջինը բարձրանում է Օրիոնը։ Հիմա վերադառնանք Էնումա Էլիշ էպոսին։ Անունակիները նյարդայնացնում էին Տիամաթին իրենց պահվածքով, և նա Աբզուի հետ որոշում է ոչնչացնել նրանց, բայց Հայա Էնկին սկզբում հանգստացնում և հավերժ քննացնում է Աբզուին, որի վրա տաճար է կառուցում, որտեղ նա ստեղծում է Մարդուկին, ով ասոցացվում էր արևային ցուլի հետ։ Մարդուկ անվան սեպագիր գրությունը Ամար Ուտու է, որի Ամար բառը շատ հավանական է հայերեն Ամար բառն է։ Շումերերեն Ամ նշանակում է ցուլի ուժ, արական հզոր էներգիա, իսկ Արը նշանակում է փայլել, շողշողալ, որը ունի հայերեն Ար, արարիչ իմաստը, քանի որ տվյալ դեպքում փայլելը վերաբերվում է փայլող ցուլ համաստեղությանը, իսկ ցուլը ունի արարչական նշանակություն։ Հաջորդ բառը Ուտուն է, որը նշանակում է արև, լույս։ Մարդուկի անունը բացատրվում է աստղագիտությամբ, քանի որ շումերերեն Ամար Ուտուն նշանակում է փայլփլող արևային ցուլ։ Ամռանը 6000 տարի առաջ ամառային արևադարձին հունիսի 21-ին երկնային ցուլը ամբողջությամբ դուրս է գալիս հորիզոնից, երբ արևը այդ ժամանակ լինում էր իր ամենաբարձր դիրքում։ Միգուցե իրոք Մարդուկի անվան Ամարը նշանակում է հայերեն ամառ եղանակը, որը կապ ուներ ցուլի վերելքի հետ։ Նույն նշանակությունը կարող ենք համապատասխանեցնել գարնանային գիշերահավասարի հետ, երբ մարտի 21-ին արևը լինում է ցուլի ներսում։ Սակայն մարտի 21-ին ցուլը չի երևացել գիշերային երկնքում արևի լույսի պատճառով, բայց դա նրանց չէր խանգարի, քանի որ շումերները ունեին աստղագիտական բարձր գիտելիքներ, իսկ թե ինչպես են հաշվել, կարող եք ծանոթանալ երրորդ Պորտասարի տեսանյութում։ Մարդուկ անվան երկրորդ անունը նաև հնչում է Մարաթուկ։ Հայոց դիցաբանության մեջ կա մի պատմություն, որ Մարաթուկի պաշտամունքը խիստ զայրացնում էր Անդոկին, և նա Մարաթուկին մարտի է հրավիրում։ Մարտի ժամանակ Անդոկը իր կայծակե թրով խփում է Մարաթուկին։ Անդոկի հարվածից վիրավորված Մարաթուկը հսկա մի ժայռ է պոկում և խփում նրան։ Ժայռը խրվում է Անդոկի կրծքի մեջ, որից հետո նա մահանում է։ Այս պատմության առիթով Սասունում կա Մարաթուկ և Անդոկ անունով լեռները, որոնք Տավրոսի լեռնաշղթայի մի մասն են։ Իսկ Տավրոսը հենց Տաուրուս անունն է, որը նշանակում է ցուլի համաստեղություն։ Այսպիսով Հայա Էնկին ստեղծեց հզոր Մարդուկին։ Միայն նա կարող էր հաղթել Տիամաթին։ Տիամաթը, ով համարվում էր քաոսը և ասոցացվում էր վիշապի հետ, նա փորձում է վրեժ լուծել Աբզուի համար Հայա Էնկիից և Մարդուկից։ Սկզբում նա Հայա Էնկիից ուժով վերցնում է մե աստվածային գիտելիքները ու տալիս իր օգնական Կինգուին, ում անունը նշանակում է հիմնարար ուժ։ Հետո կարիճի, մարդաձու Կուլուլուի և Կինգուի գլխավորությամբ ստեղծում է հրեշներին և օձերին։
Աքադականում Աբգալ երկենցաղ մարդաձուկի կերպարը դարձել է բացասական, ով անվանվել է Կուլուլու։ Հայաէնկին դիմում է մյուս աստվածներին, սակայն բոլորից ստանում է մերժում։ Որոշում է Մարդուկի հետ միասին պայքարել։ Մարդուկը մի պայմանով է համաձայնվում, որ նա պետք է լինի ամենագլխավոր աստվածը։ Մարդուկի համար հայաէնկին պատրաստեց եռաժանի նետու աղեղ, որպեսզի սպանի Տիամաթին։ Մարդուկը օվկիանոսում սկսեց պատերազմել հսկա վիշապ Տիամաթի հետ։ Նա անծայրածիր ցանցը գցում է Տիամաթի վրա և խճճում է նրան, որից հետո նետու աղեղով սպանում է, ինչպես նաև բոլոր հրեշներին, բացի Կինգուից։ Վերհիշելով աստղագիտական տեսանկյունը, որ վիշապը կուլ էր տվել արևը, Մարդուկը իր հաղթանակով վերացրեց արևի խավարումը։ Վիշապ Տիամաթը նաև փորձի է ենթարկում Մարդուկին, ով երբ հաղթահարի Տիամաթին, նա կհզորանա որպես էություն։ Ինչպես առօրյա կյանքում, երբ մարդն է հաղթահարում ցանկացած փորձություն։ Մարդուկը Տիամաթի հաղթանակը խորհրդանշեց կատաղած օձ Մուշ-հուշ-ուշու կերպարով, որը ասոցացվում էր հիդրա համաստեղության հետ։ Նրա բացասական մռայլ կերպարը կարող է նույնականացվել հայերեն մշուշ բառի հետ, որը ունի նույն մռայլ իմաստը։ Բաբելոնում հիդրա համաստեղությունը ասոցացվում էր կատաղած օձ Բաշմուի հետ։ Նա նաև ասոցացվում էր Նինգիշզիդայի հետ։ Մարդուկի ծնունդը ասոցացվում էր արևային ցուլի հետ, իսկ վիշապաքաղ Ռազմիկի կերպարը ասոցացվում էր Վահագնի և Հերկուլեսի, ովքեր սպանում էին վիշապին։ Հետևաբար Տիամաթը ասոցացվում է վիշապ համաստեղության հետ, և երկնքում Հերկուլես համաստեղությունը միշտ հետապնդում է նրան։ Մարդուկը Տիամաթի մարմնից արարում է երկինքը ու երկիրը։ Այն ցույց է տալիս, որ վիշապ համաստեղության Տուբան աստղը մ.թ.ա. 3500-ից մինչև 1500 թվականը գտնվել է Բևեռում։ Կինգուն իր մոտ պահում էր Մեն, որը աքադականում ասոցացվում էր ճակատագրերի քարտեզի հետ և ուներ նույն իմաստը։ Երբ Մարդուկը ստացավ ճակատագրի քարտեզը, նա նույնպես սպանեց Կինգուին, որպեսզի նրա արյունից ստեղծվեն մարդիկ՝ իրենց ծառայելու և այդ հաղթանակը հավերժ նշելու համար։ Հայաէնկին Կինգուի արյունը խառնեց կավի հետ և ստեղծեց մարդկանց, քանի որ մարդիկ կարող էին բանականություն ունենալ միայն աստվածային արյան խառնուրդի արդյունքում։ Հայաէնկին մարդկանց սովորեցրեց խոսել և տվեց միակ լեզուն, հավանաբար հայերենը, որը դեռ չէր բաժանվել տարբեր լեզուների։ Ադապան և Հարավային Քամին էպոսում առաջին մարդը Ադապն էր, ում ստեղծել էր հայաէնկին։ Նա մի անգամ, երբ նավակով ձուկ էր որսում, քամին խորտակեց իր նավակը։ Ադապը անիծեց քամուն, Էնլիլի կնոջը՝ Նինլիլին։ Անուն իմանալով կատարվածի մասին, Ադապին կանչում է իր մոտ պատժելու։ Հայաէնկին խորհուրդ է տալիս, որ Ադապը Անուի մոտ սնունդ չընդունի, որովհետև կարող է թունավոր լինի։ Երբ Ադապը հասնում է Անուի մոտ, Նինգիշզիդան և Դումուզին հսկում էին երկնային դարպասները, ովքեր ներկայացնում էին Հիդրա և Օրիոն համաստեղությունները։ Երբ Ադապը հասավ երկինք, Անուն հարցնում է, թե ինչի սնունդ չընդունեցիր, իսկ Ադապը միամտորեն պատասխանում է, որ հայաէնկին է ասել։ Անուն ծիծաղում է և Ադապին վտարում է երկնային աշխարհից։ Այս պատմությունը ցույց է տալիս, որ չի կարելի հակառակվել բնությանը, ինչպես Ադապը արեց քամի Նինլիլի նկատմամբ, իսկ մյուս տեսանկյունից, որ բնությունը միշտ պաշտպանում է իր ստեղծած մարդուն, ինչպես հայաէնկին խորհուրդ տվեց Ադապին։ Ադապը աստվածաշնչյան Ադամն է, ում պատմությունը գալիս է շումերներից։ Մարդուկը ճակատագրի քարտեզը հանձնում է Անուին, իսկ Անուն հանձնում է իր որդուն՝ Էնլիլին։ Աքադական Գիլգամեշի էպոսում Էնլիլը ունենալով ճակատագրի քարտեզը որոշում է փոխել մարդկության ճակատագիրը և որոշում է ջրհեղեղ կազմակերպել։ Նա հոգնել էր մարդկանց աղմուկից, իսկ հայաէնկին փորձում էր զգուշացնել մարդկանց ջրհեղեղի մասին։ Էնլիլը Անզոին հանձնարարում է ջրհեղեղի կազմակերպումը։ Անզոն իր ջանքերով պատռում է երկինքը, երբ սկսում են կայծակներ, բարձրանում են մեծ ալիքներ և գրեթե ծածկում են ամբողջ մոլորակը։ Էնլիլը բացի օդի աստված լինելը, նաև ասոցացվում էր կատաղած ցուլի հետ, քանի որ աքադները ցուլ Բելին ասոցացրել են նրա հետ, ինչպես նաև ուգարիթական Բաալին։ Ստացվում է այնպես, որ ցուլ Էնլիլը ցուլի դարաշրջանում բերեց ջրհեղեղ։
Միգուցե 12,000 տարի առաջվա ջրհեղեղից բացի 6000 տարի առաջ նույնպես եղել է ջրհեղեղ, կամ դա հենց նույն 12,000 տարի առաջվա ջրհեղեղն է և Էնլիլը ներկայացնում էր ցուլի վայրէջքը հորիզոնից ներքև, երբ վիշապ Համաստեղությունը գտնվում էր հյուսիսային բևեռում, որը եղել էր 12500-ից 11500 տարիներ առաջ ընկած ժամանակահատվածում, աշնանային գիշերահավասարի ժամանակ, իսկ անձուն շումերական դրական անգղից աքադականում վերափոխվել է բացասական անձուի, ով կարծես նմանվել է վիշապի և ով կազմակերպեց ջրհեղեղը: Անձուն իր աշխատանքի համար Էնլիլից սպասում էր պարգևատրման, սակայն այդպես էլ չի ստանում: Անձուի էպոսում անձուն բարկացավ և որոշեց պատժել Էնլիլին, ով ցանկանում էր տիրանալ ճակատագրի քարտեզին: Երբ Էնլիլը հանգստանում էր, անձուն հանկարծակի գողացավ ճակատագրի քարտեզը: Էնլիլը իր որդուն Նինուրտային ասում է, որ նա ետ վերադարձնի ճակատագրի քարտեզը, ով սկզբնական շրջանում գյուղատնտեսության, գիրի և օրենքի աստվածն էր, երբ հետագայում դարձավ պատերազմի աստվածը: Աքադական Նինուրտայի անունը շումերականում Նինգիրսու է, որն էլ հենց համարվում էր գյուղատնտեսության, գիրի և օրենքի աստվածը: Նինուրտան մեծ փորձ ուներ հրեշների հետ պատերազմելու հարցում, ով եռաժանիով ոչնչացրել էր ասակ վիշապաոցին: Հերթը անձու թռչունինն էր: Նա մեծ դժվարությամբ եռաժանիի հարվածներով սպանում է անձուին և նրա կերպարը դարձնում է հաղթանակի խորհրդանիշ: Վերհիշենք, որ եռաժանիի նշանագիրը նշանակում է արդար դատավոր: Անձու վիշապը գողանալով մե աստվածային գիտելիքները ցույց է տալիս, որ մարդիկ պետք է կանգնեն դժվարության առջև, որպեսզի լինի նրանց հոգևոր զարթոնքը: Այս պատմվածքը նույնպես կա ասորական դիցաբանության մեջ, պարզապես անձուն ճակատագրի քարտեզը գողանում է Բել-Ադադից: Իսկ շումերականում Նինուրտայի անունը Նինգիրսու է, ով համարվում էր շումերական Լագաշ քաղաքի գլխավոր աստվածը և ընդհանուր շումերական դիցաբանության, գյուղատնտեսության, օրենքի և պատերազմի աստվածը: Պատերազմի աստված ասելով հասկանում ենք, որ նա պաշտպանում էր իր ազգին և իր երկրի բերքը բարբարոս ամորհացիներից, այլ ոչ թե ցանկանում էր տարածքներ գրավել: Իսկ նրան միշտ օգնում էր անձու թռչունը, ում պատկերը տեսնում ենք կոտրված անգղերի կոթողի վրա: Նինգիրսուի ձեռքում անձուն է, երկու առյուծների մեջտեղում, իսկ Նինգիրսուի ետևում նրա զորքն է, ովքեր ունեն մեծ քթեր, որը կրկին ցույց է տալիս Արմենոյի դրասայի նմանությունը: Կոտրված այս հատվածում տեսնում ենք դիակ ուտող անգղերին, որը հենց ցույց է տալիս անդրաաշխարհից դեպի երկնային աշխարհ տանող անգղերի խորհուրդը: Լագաշը հիմնադրվել է մ.թ.ա. 2900 թվականին, որտեղի առաջնորդները քրմերն էին, իսկ Լագաշի առաջին դինաստիայի առաջին թագավորը Ուրնանշեն էր, ով հիմնադրել էր մ.թ.ա. 2520 թվականին: Նա հիմնում է կրոնական շրջան, որին անվանում է Նինգիրսու աստծո կրճատ ձևով (Գիրսու), որտեղ կառուցում է աստծո տաճարը: Նրանից հետո իր որդին Ակուրգալն է դառնում թագավոր, երբ պատերազմում է իր դեմ հարձակված շումերական մեկ այլՈւմա քաղաքի դեմ: Նրանից հետո իր որդին Էնատումը գրավում է Ուման և ամբողջ շումերական քաղաքները, ինչպես ներկայացված է անգղերի կոթողի վրա: Հետագայում Շումերի ներսում քաղաքները և պատերազմում էին և հաշտվում, սակայն շումերական քաղաքակրթությունը ավարտվեց Սարգոն Աքադի հաղթանակով, ով համարվում էր բարբարոս մարդու ցեղաընտանիքից, որը շումերերեն անունն է, իսկ աքադերեն Ամորհացի անվանումը: Սկզբում Լագաշի վերջին Ուրուկագինա թագավորը պարտվում է Ումայլուգալ-Զագեսի թագավորին, ով գրավում է ամբողջ Շումերը և համարվում շումերների վերջին թագավորը, իսկ նա պարտվում է Սարգոն Աքադին, ով հիմնադրել էր աքադական կայսրությունը և գահակալել էր ամբողջ Միջագետքում մ.թ.ա. 2334-ից մինչև 2279 թվականները: Աքադական կայսրությունը ավարտվում է մ.թ.ա. 2154 թվականին մեկ այլ բարբարոս Գութիների կողմից, ովքեր ավելի հետամնաց էին աքադներից, քանի որ ի տարբերություն աքադների նրանք չէին ընդունում շումերական աստվածներին:
Գութիները եկել էին Զագրոսի արևելյան կողմից և իրենց թագավորությունը մեր թվարկությունից առաջ 2350 թվականին հիմնել էին Ադապ քաղաքում, իսկ հետո մեր թվարկությունից առաջ 2154 թվականին գրավեցին ամբողջ Միջագետքը։ Նրանց թագավորությունը շատ կարճ է գոյատևում և մեր թվարկությունից առաջ 2119 թվականին ավարտվում է։ Դա պայմանավորված էր ազգությամբ Շումեր Ուր-Նամուի իշխանությամբ, ով հիմնադրեց Ուրի երրորդ դինաստիան և իշխեց ամբողջ Միջագետքում։ Նա կառուցեց Ուրի հսկա զիկկուրատը, կարգավորեց իրավական, մշակութային և ազնվական իրավունքները։ Ուրի երրորդ դինաստիան կրկին շատ կարճ գոյատևեց և մեր թվարկությունից առաջ 2004 թվականին փլուզվեց ամորհացիների կողմից։ Իսկ հիմա վերադառնանք դեպի Լագաշ։ Նինգիրսո անվան Նին վանկը սկզբնական ժամանակներում նշանակում է տիրակալ, իսկ հետագայում Նին վանկը ավելի շատ կապվում էր աստվածուհիների հետ։ Գիր վանկը նշանակում է փորագրելու սուր գործիք, իսկ Սու վանկը նշանակում է ձեռք, ձեռքում վերցնել։ Հայերենում նին-նան բառերը նույնպես նշանակում են տիրուհի, մեծ մայր։ Գիրը փորագրելու սուր գործիքը հայերենում ունի նույն գիր իմաստը, որը բնութագրում է սեպագրերի փորագրության աշխատանքը։ Ստացվեց այնպես, որ Նինգիրսու անունը նշանակում է տիրակալը սուր փորագրելու գործիքը վերցրեց ձեռքը և իր գյուղատնտեսության, գիրի և օրենքի գիտելիքները փոխանցեց մարդկանց, իսկ աքադական Նինուրտա անունը նշանակում է տիրակալը արարեց։ Հասկացանք, որ թե Էնմերկարի էպոսում և թե Նինգուրսուի պատմություններում շումերական անձուն դրական կերպար է և օգնում է բոլորին, իսկ աքադականում նա դարձել է բացասական կերպար, ով ջրհեղեղ է բերում և գողանում է ճակատագրի քարտեզը։ Վերհիշենք, որ բաբելոնյան Մուլապին աստղագիտական կավե սալիկի մեջ անձուն ասոցացվում է անգեղ համաստեղության հետ։ Հետագայում անձուն այլ քաղաքակրթություններում հայտնվեց անվանափոխված Գրիֆոն անունով։ Գիլգամեշի էպոսում նախքան ջրհեղեղը Էնկին հասցնում է նախազգուշացնել Ուտնապիշտիմին։ Ուտնապիշտիմը տապան է կառուցում, որպեսզի կարողանա որոշ մարդկանց հետ փրկվել։ Աքադական դիցաբանության մեջ ջրհեղեղից փրկված Ուտնապիշտիմի և Գիլգամեշի հանդիպումը նշանակալից դերակատարում ունի։ Նախքան այդ հանդիպման հատվածին անդրադառնալը իմանանք, թե ով է Գիլգամեշը։ Գիլգամեշի էպոսում Գիլգամեշը կիսաաստված էր, ումից մարդիկ դժգոհում էին։ Գիլգամեշ անունը նշանակում է հզոր աստվածային մարդ։ Հայա Էնկին լսեց մարդկանց դժգոհությունը և ստեղծեց Ցուլ Էնկիդուին, որպեսզի հաղթի Գիլգամեշին։ Էնկիդու անունը նշանակում է Էնկի մեծար, Էնկի օրհնված։ Տեղի է ունենում նրանց մենամարտը, սակայն ոչ ոք չի հաղթում և նրանք ընկերանում են իրար հետ։ Ինանան, նույն ինքը աքադականում անվանափոխված Իշտարը, տեսնելով զորեղ Գիլգամեշին, ցանկանում է ամուսնանալ իր հետ, բայց Գիլգամեշից մերժում է ստանում։ Իշտարը որոշում է պատժել նրան և դիմում է Անուին։ Անուն երկնային ցուլին, Էրիշկեգալի ամուսնուն, Գուգալլաննային ուղարկում է, որպեսզի պատժի Գիլգամեշին։ Նա Էնկիդուի հետ միասին սպանում է Ցուլին, ով ասոցացվում էր Գուգալլաննայի հետ, երբ Ինանան գնացել էր անդերաշխարհ ցավակցելու Էրիշկեգալին, իսկ Էրիշկեգալը չի ներում նրան և ցանկանում էր սպանել։ Ցուլի սպանությունը նաև դիտարկենք համաստեղությունների տեսանկյունից, քանի որ Գիլգամեշը այս սալիկում ասոցացվում է աքադական Օրիոնի հետ, քանի որ Դումուզին շումերական անունն է, ով Դումուզից հետո դարձավ թագավոր, որը ցույց է տալիս շումերների անկումը և աքադների վերելքը։ Եվս երկու փաստ, որ Գիլգամեշը և Օրիոնը նույնն են, քանի որ Իշտարը կապ ունի նրա հետ, ինչպես Դումուզին և Ինանան, իսկ երկնային ցուլը երկնքում կանգնած է հենց Օրիոնի դիմաց, որոնք կարծես մենամարտում են, ինչպես այս կավե քանդակում է ցուցադրված։ Իսկ մեկ այլ սալիկում Գիլգամեշը ասոցացվում էր առյուծի համաստեղության հետ, ով մենամարտում էր Էնկիդուի դեմ, որը 6000 տարի առաջ գտնվում էր հյուսիսային բևեռում, երբ Ցուլի համաստեղությունը այդ ժամանակ իջնում էր հորիզոնից ներքև։ Այս նույն պատմությունը կա Սասնա Ծռեր էպոսում, երբ առյուծ մհերը սպանում է Ցուլին։
Աստվածները բարկանում են նրանց անկառավարելի միասնությունից և որոշում են սպանել Էնկիդուին, իսկ Գիլգամեշը փախնում է անապատ և առաջին անգամ հասկանում է, որ պարզապես բոլորը մահկանացու են։ Իր թափառումների ընթացքում պատահական հայտնվում է մի կղզում, որտեղից ջրհեղեղից փրկվել էր Ուտնապիշտիմը։ Գիլգամեշը ցանկացավ իմանալ անմահության գաղտնիքը։ Ուտնապիշտիմը պատմեց ամբողջ ջրհեղեղի և աստվածների միջև ծագած անհամաձայնության պատմությունը։ Նա Գիլգամեշին խորհուրդ տվեց գտնել երիտասարդության ծաղիկը, կյանքի ծաղիկը։ Գիլգամեշը սկսեց փնտրել այն, որպեսզի մնար միշտ անմահ։ Նա մեծ դժվարությամբ գտնում է ծաղիկը և ցանկանում է մի քիչ հանգստանալ։ Այդ ընթացքում օձը գողանում է ծաղիկը և ուտում։ Օձը ծաղիկը գողանալով պահում է կյանքի հավասարակշռությունը, կյանքի և վերածննդի շարունակությունը, ինչպես Ուրուբարոս խորհրդանիշը։ Դա հենց կյանքի ծաղիկն էր, որը ցույց էր տալիս արարչական երկրաչափությունը։ Ջրհեղեղից հետո Հայա Էնկիի օգնականը Աբգուլուն սկսեց նորից կրթել ողջ մնացած մարդկանց։ Աքքադական դիցաբանությունը ակնհայտորեն բացասական է դառնում շումերական դիցաբանությունից հետո, որը պայմանավորված էր առաջին ձևավորված կայսրությամբ։ Այն հիմնադրել էր թագավոր Սարգոն Աքքադը, ով համարվում էր ամորհացի, բարբարոս մարդու ժողովրդից։ Մարդուն շումերերեն նշանակում էր արևմտյանները, այսինքն արևմտյան կողմից եկողները, իսկ ամորհացին աքքադական անունն էր։ Նա գրավեց շումերական քաղաքները և վերջ դրեց նրանց քաղաքակրթությանը։ Նախքան Սարգոնի ստեղծած կայսրությունը մարդիկ ապրում էին հոգևոր կյանքով, երբ հետո ազգերը սկսեցին միմյանց դեմ պատերազմել։ Շումերները ետ բարձրացան դեպի Կովկաս, որը ցույց է տալիս Հայա Էնկիի ու Էնլիլի և Հայկի ու Բել-Ադադի պատերազմը։ Հայկը Հայա Էնկիի որդին էր, իսկ Բել-Ադադը Էնլիլի։ Հիմա եկեք դիտարկենք շումերական մի քանի արտեֆակտներ։ Ստեղ պատկերված են երկու անգղակերպ մարդիկ՝ աբգալները, ովքեր ներկայացնում են անգղի համաստեղությանը, որոնց ձեռքերում պայուսակներ են և կոներ։ Պայուսակը բնութագրում է աստվածային գիտելիքները, իսկ կոնը բնութագրում է մարդու գլխում հաստատված կոնաձև գեղձը՝ էպիֆիզը, որը ներկայացնում է գիտակցությունը, երբ 7 չակրաներով կունդալինին բարձրանում է դեպի գիտակցություն։ Անգղակերպ աբգալները աստվածային գիտելիքները փոխանցում էին իրենց դիմաց կանգնած մարդկանց։ Մարդկանց դիմաց կենաց ծառն է, նույն ինքը կյանքի ծառը, որը տարբեր տեղերում պատկերված է խաղողի, նռան և ցորենի հասկի պատկերներով։ Հասկը և խաղողը իր տեսքով նմանեցվում են կոնին։ Հասկը և խաղողը իր տեսքով նույնականացվում են կոնաձև գեղձի հետ։ Այն բնութագրում է գիտակցության զարգացումը, այսինքն ծառի արմատները գետնի տակ են, անդրաշխարհում, ինչպես 3 ներքևի չակրաները, իսկ վերևում ծառը ծաղկում է, ինչպես վերևի 4 չակրաները։ Վերևում Արարիչն է, ով հետևում է այդ ընթացքին։ Անգղակերպ աբգալները հաճախ են հանդիպում ուրիշ սալիկներում, ինչպես նաև այլ սալիկներում մարդիկ են պատկերված նույն կերպարանքով և նույն դիրքով, ովքեր նույնպես մարդկանց փոխանցում են աստվածային գիտելիքները։ Ստեղ տեսնում ենք արեգակնային համակարգը, որտեղ մոլորակների թիվը 11 է։ Զարմանալին այս մոլորակն է, որը գտնվում է Յուպիտերի և Մարսի մեջտեղում։ Միգուցե սա Ֆայտոն մոլորակն էր, որը ժամանակին պայթել էր և դարձել էր աստերոիդների շղթան։ Այսքանով եզրափակենք այսօրվա տեսանյութը։ Շարունակությանը սպասեք հաջորդ տեսանյութում, որտեղ կխոսենք ուրարտական և միջագետքյան մյուս ազգերի մասին։ Շատ ցանկալի է տեսնել նախորդ տեսանյութը և հաջորդ տեսանյութը, որը մյուս ամիս կտեղադրվի YouTube-յան ալիքում։ Այս տեսանյութերի շարքը հարկավոր է դիտել հերթականությամբ, որպեսզի ձեզ մոտ ձևավորվի ամբողջական պատկերը։ Շատ շնորհակալություն, որ դիտում եք տեսանյութերը։ Կհանդիպենք հաջորդ ամիս։